Բարեզես, Վարդան Վարդանյան, այսօր երեքշաբթի է, մայիս 26, Secretary of State Ռուբիոն գալիս է Երևան, խոսամ երկու բառ դրա մասին, մի քանի փաստաթղթեր են ստորագրելու, երևի ավելի լավ կլինի սպասենք, տեսնենք ինչ են ստորագրում, հետո կասենք, բայց պետք է նշել, որ երբ որ գալիս է, երբ որ չեն ուզում ընդունեն, որ դա լավ բան է, ասում են, իր համար Նիկոլը վախեցած էր, զանգեց, կանչեց, որ նա գա իրան փրկի եւ այլ, հա։ Որ չեն գալիս, ասում են, մեր նավերը ձեռներները չեն բարձանում, ոչ ոք չի գալու մեզ օգնի։ 54 երկրից եկան ինչ-որ այդ ֆաշիվ չէր, հիմա էլ Ռուբիոնը գալիս, այդ էլ լավ չի։ Խոսքով ինչ ուզում ես արա, եթե չեն ուզում, հա, համոզել չի լինում, բայց փաստերը կան եւ դրանք պետք է ընդունել։ Համենայն դեպս, դրա մասին ավելի մանրամասն խոսանք հետո, իր վիզիտից հետո։ Այսօր ուզում եմ խոսամ Ռուսաստանի մասին, քանի որ Ռուսաստանը իրականում էտել մեծ ֆակտոր է լինելու Հայաստանի ընտրությունների համար, որոնը վախեցած են, հիմա իսկականից ով է վախեցած, նրանք, որ մտածում են, բա ինչ կլինի հանկարծ մեր բիզնեսներին կամ մեզ, եթե իսկապես Հայաստանը Եվրոպա մտնի, եթե հանկարծ մի ռուսներից բաժանվեն իրանք եւ այլն։ Մի մասն էլ վախենում են, որովհետեւ ասում են, հեսա ռուսները բոբուները կգան եւ այնտեղ դեսանտ կիչացնեն եւ կգրավեն Հայաստանը։ Իդեպ ասեմ այդ դեսանտիչացները գրավելու մասին պետք է հիշեք, որ չէ, այդքան չի, դա կարող է լինի միայն հայերը, եթե որոշեն իրանք ուզում են հանձնվեն։ Ոնց որ ժամանակին կար 5-րդ շարասյուն, բոլշևիկները Հայաստանը մերձեցին ու տվեցին ռուսներին, նույն բանը եթե հիմա անեն, հաջողվի իրանց այսպես նեոբոլշևիկներին, այո, կարող է դա լինի։ Նախկին Հայաստանի առաջին հանրապետության մարդիկ շատ էին նախանձում, թե բոլշևիկների անուններով կարձաններ կառուցեցին, դպրոցներ ստեղծեցին, հիմա իրանք են միացել այդ ռուսական կողմին կարծես թե։ Համենայն դեպս, այդ էլ իրենց հույսն է, որ մի օր կգան իրենց որպես ասենք Միասնիկյանի շրջան կար, չգիտեմ ինչի Սպանդիաներ, ինչքան Սպենդարյան չկներեք կոմպոզիտորը, ինչքան տենց աղմախ մարդկա դրանց անուններով բաներ սարքեցին, դավաճանների անուններով հայազգի գլխին, հիմա սրանց երազն է նորից բերեն ռուսներին եւ երկիրը տան հանձնեն նրանց։ Բա չէ, հանձնեն ամերիկացիներին չեն հանձնելու 10,000 մահոն են կողմ, այնց որ դա նույն բանը չի, բայց never mind։ Հիմա չեմ ուզում մտեմ դրա մեջ։ Պուտինի միրջակի մասին խոսանք, գնաց Չինաստան, վախեցած օգնություններ ուզում, Թրամփի վիզիտից հետո, եւ իհարկե առաջի բանը, որ իրեն պետք էր, դա ֆինանսների հարց լուծելն էր, այսինքն իրեն նորից արդեն քանի տարի է, 10 տարի է ինչա, խնդրում են չինացիներին, որ թույլ տուր, մենք ձեզ ավելի շատ գազ վաճառենք։ Ուրեմն այդ Սիլը Սիբիրի խողովակը սարքեցին, զորով շարով չինացիներ ասին լավ սարքեք ձեր գործնա, բայց այս գներով եք ծախելու, հա, այս գներով ենք ծախելու։ Հիմա նույն բանն են անում, Սիլը Սիբիրի 2 ապտի սարքեն, երկրորդ խողովակաշարը, այդ էլ մի խողովակ չգիտեք, երկու խողովակ են պարալել անում, մեկը ոնց որ ասում են պահեստային տարբերակն է։ Բայց չինացիները ասում են, մեզ պետք չէ, մենք արդեն գազ ենք հայտնաբերել, մեզ մոտ շատ ունենք եւ այլն, ասում են ռուսները, չէ, լավ էլի սարքենք։ Ասում են, թե ուզում եք ձեր ծախսով սարքեք, ձեր գործն է, ես գարանտիա չենք անում, որ առնելու ենք, բայց եթե առնենք էլ առնելու ենք ձեր ներքին գներով, ոչ թե միջազգային գներով, այսինքն այն ինչ որ Հայաստանին ծախում էր միջազգային գներով, բայց ոչ, այսինքն ամենայն դեպս ոչ ռուսական ներքին գներով, չինացիներին միայն ներքին գներով են ծախում, բայց ճար չունեն։ Չինացիները տարբերակներ ունեն, ասենց ասած, այստեղ ընկեր բարեկամի հարց չկա, ասում են, դու պիտի մեզ համարյա, ասին, իր գնից ցածր գնով ծախես մեզ, որտեղ եթե շինարարությունը անես, միլիարդները ծախսելու ես այդ դրա վրա, դա երբեք այդ գներով չես քո ծախսերը դերականգնելու, հա, իսկ ռուսներին իհարկե դա պետք չի, որտեղ այդ խողովակաշարը, որ սարքեն այդ ամբողջ Սիբիրով, դրա վրա ինչքան բյուջետի փող է գնալու, ինչքան մարդիկ հարստանալու են, ինչ են անելու, բոլորը համոզված են, որ մեզ
շինարարությունը կարող է մենք դրա վրա փող սարքենք միլիարդները, հիմա Չինաստանը ինչ գնով կառնի, թե բյուջետում ինչքան փող կգա, ինչ կշահի երկիրը, դա իրենց չի հետաքրքրում, իրենց պետք է անպայման մի հատ պրոյեկտ լինի, որի վրա փող ծախսվի պետական, այսինքն այստեղ է չի, բայց եթե գալիս ենք բարեկամական հարցերին, դե կարային չէ, օրինակի համար Հայաստանն էլ ինչ-որ լավ գնով տային, Պուտինը ինչ արեց, այդ գիտենք արդեն։ Համենայնիվս, էդ էլ վիճակն է։ Եթե իրապես կառուցեն սա, ինչ խոսքը գնում է մոտավորապես 50 միլիարդ կուբիկ մետր գազ փոխանցելու մասին, բայց Չինաստանը ասում է, որ տես, ոնց ուզում ես։ Ես քեզնից ոչ ուզել եմ, ոչ խնդրել եմ, ոչ էլ օգնելու եմ այդ հարցում, ոչ էլ ինչ որ ֆինանսներ եմ տրամադրելու կամ ինչ որ ինվեստիցիաներ անեմ այդ գործի մեջ։ Մի խոսքով այդ իմաստով Պուտինի վիզիտը Չինաստան ասել կարելի ասել նույնքան անհաջող էր ինչքան Տրամփինը, եթե չասենք, որ նա հիմա լուրջ պատերազմի մեջ է եւ ավելի շատ պետք ունի այդ օգնության, հետեւաբար իր համար սա ավելի քրիտիկական է։ Իր հետ տարավ Պուտինը իր այսպես կոչված սյուդո օլիգարխներին, որ իր շնիկներն են իրականում, եւ տարավ որ տպավորի Չինաստանին է սրանց միջոցով, Չինաստանը հիմար չի, հասկացավ, որ սրանք ինչ օլիգարխ, սրանք ոչ ման չեն որոշում, ոչ ման չեն անում, դու ինչ ասում ես անում են, նախ եւ առաջ, երկրորդ իրանց ընդհանուր, եթե բոլոր հարուստների ռուսական իրար վրա գումարես, սա մի հատ ամերիկյան, ասենց ասած, մուլտիբիլիոների չափ չի գալիս, եթե որ ինչ որ Թրամփը տարավ իր հետ, այդ միլիարդատերներին իր հետ, բոլոր Բեզոսներին եւ այլն, այդտեղ խոսքը գնում է ուրիշ մակարդակի մասին, ուրիշ որ այս մարդիկ են, որոնք կարող են իսկապես տեխնոլոգիաներ ունեն, կարող են ինվեստիցիաներ անեն, իսկական առևտուր կարող են անել, մեծ փողերի մասն ենք խոսում առևտրական եւ վերջին հաշվով Ամերիկայի շուկան այնքան մեծ է, որ Չինաստանին շատ դա պետք է, իր արտադրանքը միլիարդնապտի սպառի, դա ոչ ամենաշատ առնողը դա ամերիկացիներ են, ամերիկյան տեխնոլոգին այսպես ասած լավն է եւ չինացիներին պետք է, ռուսները ինչ են առաջարկում այնտեղ, որպես ինչ, այսինքն այդ իմաստով դա էլ չտպավորեց բոլորին Չինաստանին, այդ իր տարած շարքը, այսպես ասած։ Այստեղ եթե մի հատ կողմնակի բան անենք քննադատական Տրամփի նկատմամբ, որ Թայվանի հարցում ինքը նորից որևէ ստրատեգիական ասենք կողմ չցուցաբերեց, բացի ասենք կրպանները լցնելուց, այդ պարզ էր բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ ինքը ասենց ասեմ, ինչ որ տարական բաներ հասկանում է։ Դա այն է, որ այո, Չինաստանը հսկայական գազի պաշարները հայտնաբերել, այո, բայց նավթի հարցում նա թույլ է, չնայած որ մոտ 200 օրվա նավթի պաշար ունի, մեծ պաշարների հնարավորություն ունի պահելու, այսինքն պահեստանոցներ ունի։ Ամերիկայի նման չի, Ամերիկան մեծ քարայրներում է պահում, սրանց մոտ ավելի նորմալ, տրադիցիոն, ասենք, թե տանկերների մեջ է պահում, ցամաքային հսկայական ամբարներ, ասենք, որ Ռուսաստանը չունի, հետո դրա մասին խոսացել եմ, եւ նա ինչ հանում է, պետք է իսկույն արտահանի, որտեղ պահելու տեղ չունի, այդ խնդիրը իրա, երբ որ իրար վրա արտահանման սահմանափակումներ են դնում Ռուսաստանի մասն եմ ասում, մեծ խնդիրներ է ստեղծվում իր մոտ, որտեղ տեղ չունի լցնելու այդ արտադրածը, ոչ գազի իմաստով, ոչ նավթի իմաստով, ոչ մի բանով, դրան պետք է շուկան միշտ լինի, այնտեղ որ Պուտինը բռնեց իր գազի շուկան իր ձեռով փակեց Եվրոպան ամենաաշխարհի շահավետ շուկաներ, այսպես ասած, հիշում եք, որ պետք է իբրև թե Եվրոպան սառեր, այնտեղ ինչ-որ հերոստասային հոլովակներ էին դնում, ինչպես է սառում այնտեղ Եվրոպայում թեյարաններ էին բացել, որ յանի թե սառող խեղճ եվրոպացիները կան մի տակ թեյխմեն մի հատ բանով խմոր եղանով, քուքիով, պեչենիով, ասենք թե էին տալիս, եվրոպացիներին յանի թե եվրոպացիները 5 րոպե այդ հարցը լուծեցին, այդ ամբողջ շուկայից մենակ այդ ամբողջ
Աֆերից մենակ ամերիկացիները շահեցին, որտեղ իրանք սկսեցին ծախել գազը եւ խտացված գազ էին բերում տեղը լցնում, մի խոսքով այդ բանից ոչ մի բան չստացվեց։ Ինքը իրան փաստորեն ոչ թե ոտքին կրակեց, իր ոտքը կտրեց, ասենք ասենք, քանի որ ռուսական ամբողջ տնտեսությունը կանգնած էր իր գազի եւ նավթի վրա, ինքը եվրոպական գազը փակելով մի ոտքը կտրեց, ասենք նորից ասենք, հա։ Հիմա Անգելա Չինաստանին աղաչում է, որ ինձնից ավելի գազար մենք կկառուցենք, էլի եմ ասում, այստեղ չինովնիկները, որոնք համոզում են, որ այո, այս գազարումը պետք է կառուցել, դա պարզապես նրա համար, որ այդ կառուցման ընթացքում լավ իրենք փող աշխատեն։ Այստեղ ոչ մի տնտեսական հաշվարկով դա չի աշխատելու, չի իրականում պետք դնելու ոչ նրան, ոչ նրան։ Այս ընդհանուր առմամբ ասենք ասենք։ Ստանից մի հատ հարց են առաջացնում, միշտ ասում են, բա ինչի է ռուբլին անընդհատ պնդանում։ Ռուբլին պնդանում է, ուժեղանում է, դոլարի նկատմամբ, բայց ինչ է այդ ուրեմն դոլարն է թուլանում, տնտեսական բոլոր տրադիցիոն, ասենք թե, ասեմ, տեսակետով, երբ որ երկրից դրամը կամ տարադրամը ուժեղանում է, դա ընդհանրապես մասի, որ լավ բան է, դա երկրի համար։ Բայց իսկականում տենց չի, դա է կախված է շատ տարբեր հարցերից, երբ որ լավանում է, այո, քո քաղաքացիները կարող են այդ, եթե ասենք ազատ շուկա է, այդ քո ավելի շատ ասենք թե առնեն օտար երկրի վալյուտա, դրամ, երբ որ ճամփորդում են օրինակի համար։ Հիմա եթե դոլարը ուժեղ ալինում, ասենք ինձ համար շատ ավելի էժան է ճամփորդել թեկուզ Հայաստան, քան թե եթե դոլարը քիչ է թույլ է։ Պարզ հաշվարկ է, չէ՞ դա։ Բայց երբ որ ներմուծելու համար դա լավ բան է, որտեղ ավելի էժան է քո վրա նստում ներմուծելուց ապրանքները։ Բայց եթե դու արտահանող երկիր ես, դա քեզ համար լավ չի։ Ինչի համար եւ Չինաստանը օրինակ եւ ժամանակին Ճապոնիան միշտ իրենց դրամը ավելի արհեստականորեն ցածր էին պահում, որպեսզի իրենք արտահանող երկրների համար ավելի շահավետ լինի երկրին, այսինքն ավելի շատ հարաբերական իմաստով փող մտնի երկիր։ Երբ որ վերածում ես քո դրամին, ասենք դու ծախում ես նավթը կամ գազը, ինչ որ մի նույն դրամով կապ չունի քո մոտ ինչ է, չէ՞, դոլարով ես ծախում։ Այդ դոլարը երբ որ փոխում ես քո փողի վրա, դու ավելի շատ ես ստանում, երբ որ քո փողը ավելի էժան արժի։ Եթե դա ռուբլին բարձր է, երբ որ փոխում ես ռուբլու, ավելի քիչ ռուբլի է ստացվում երկրում։ Հետևաբար ավելի քիչ դրամ է մտնում պետական բյուջե, որտեղ այդ ստացված ռուբլու վրա են դու հարկ վերցնում։ Պատկերացնում եք, չէ՞, ավելի ռուբլին լինել ավելի էժան, լինել ասենք թե 100 ռուբլի մի դոլար։ Պետական երբ որ դոլարի փոխարեն ինքը դոլարը որ ինքը փոխում է ռուբլու, որի վրա պետք է պետությունը հարկավերցնի, 100-ի վրա է վերցնելու, ոչ թե 70-ի։ Այս այդ իմաստով էլի պետության համար լավ չէ։ Այդ հանգամ դրա համար արհեստականորեն այնպես արտահանող երկրները ցածր են պահում այդ իրենց տարադրամը։ Այսօրվա դեպքում Ռուսաստանին ուժեղանում է, նշանակում է իսկ ինքը արտանող ինչ երկիր է, հումք է արտանում, նավթ ու գազ, չի ասենք մի քիչ միներալներ կարող է լավ չի, բայց եթե նայեք իսկապես ինչի համար է դա լինում, մի քանի պատճառներ կան, միայն բանը չի, առաջներից մեկը նա որ պատերազմական վիճակ է, սա նորմալ տնտեսություն չի, եւ սա լրիվ war economy են ասում, լրիվ տարբեր հաշվարկ է ստեղ։ Երկրորդը որ սանկցիաների դեպքում դու չունես այդ հնարավորությունը ներմուծելու կամ արտահանելու, ինչքան առաջ եթե ազատ շուկա լիներ։ Սա սահմանափակում է ուրեմն շուկաները, բայց նաև ուրեմն չեն աշխատում նորմալ հաշվարկները, դրա համար եմ ասում։ Դրա համար օրինակի համար երբ որ դու չես կարող ներմուծել այնպես ինչպես առաջ կեր ներմուծում, քո մոտ այդ բանը չկա, արտահոսքը, այսինքն դոլարի պահանջը չկա։ Այս առաջ եթե դու առնում ես անդադ օրինակի համար, ասենք ինչ որ իրանք առնում էին օթանավի շարժիչներ միլիարդներով կամ ժողովուրդը առնում էր կոշիկ, չգիտեմ, Ֆրանսիայից, Իտալիայից, այդ ռուբլին պիտի փոխեիր, ասենք դոլարի, որպեսզի առնեիր կոշիկ, եվրոյի կամ։ Ուրեմն եվրոյի պահանջը բարձր է, որ եվրոյի պահանջը բարձր է ռուբլի նկատմամբ, ռուբլին ավելի ցածր գին ունի, քան թե բանը։ Երբ որ չես առնում շատ, պահանջ չկա։
կոնեցած հավաքած նավթից կամ ինչից եկած դոլարները երկրի մեջ ես ֆրացնում, հետևաբար ոչ թե իրանք գործածում ես դրսից ապրանք առնելու համար։ Հետևաբար իրանց արժեքը այդքան մեծ չի այլևս։ Շատ սահմանափակ տեղեր կա, որտեղ դու երկրիդ մեջ կարող ես գործածես, ասենք, դոլար կամ եվրո։ Հա, դրա համար նորից պետական բանի մեջ գնի վրա ազդում է դա։ Եվ վերջապես Ռուսաստանը բան ունես ֆինանսների արտահանման իմաստով սահմանափակումներ ա դրում, չես կարող ինչքան ուզես դուրս տանես դոլար առանց թույլտվության պետության եւ այլն, նորից չես կարող տանել, երկում ամնում, նորից ավելի պահանջը քիչ է դառնում, քան թե ուրեմն ինչին ասում առաջարկը։ Եվ էլի դրա էլ ազդում կնի վրա։ Եվ վերջին հաշվով չմոռանանք, որ իրենց ընդհանուր հաշվի վրա սորվա տոկոսները, որտեղ ինֆլյացիան շատ բարձր չէ, այնտեղ երկրում։ Երբ որ ինֆլյացիոնը բարձր է, ինչ է անում կենտրոնական բանկը։ Ռուսաստանում կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսները։ Այսինքն այն գինը, որը բանկերը պետք է վճարեն դրամ ռուբլի ստանալու համար։ Երբ որ տոկոսները բարձրանում են, դե բանկերն էլ շուտ են գալի, բարձր տոկոսով են բանանում տալիս ժողովրդին։ Դու գնում ես պարտկանելու բանկից, ահագին բարձր տոկոսով ես պարտկանում բանկից այդ ռուբլին, չէ՞, ասենք թե։ Երբ որ տոկոսները բարձր են, ինքը բարձր տոկոսով պարտ կա տալի, բայց ինքն էլ քո խնայողությունները, որ դնում ես բանկում, բարձր տոկոս է տալիս դրանց համար։ Եվ այդ այլ բան է ստեղծվում, մարդիկ բերում են ռուբլի պետք ունեն, որպեսզի շատ փող աշխատեն։ Հիմա եթե ասենք ես որոշեի, որ օքեյ, ասենք թե Հայաստանում պայմանական եմ ասում թվերի վասին մի կենտրոնացեք, ասենք թե 10%-ով լիներ իմ դրած փողի վրա այդքան փող տային, որը ասենք թե Ամերիկայից կլներ մոտ 2.5 անգամ ավելի, հա, ասենք թե կամ ասենք բնականաբար շահվետ կլներ այնտեղ փող դնել, եթե սահմանափակումներ չունեին կամ ուրիշ խնդիրներ չունենայի ես։ Բայց չեմ անի տենց բան, տարբեր պատճառով։ Բայց ասենք թե նույն պատճառով, այսինքն երբ որ տոկոսները բարձր են, որոնցով դու կարող ես քո խնայողությունների համար ստանաս, դու ինչու՞ պիտի փոխես դա դոլարի, եթե կարող ես ռուբլի վրա ստանաս 20% կամ 15% կամ 10%։ Մի բան, որ դու բիզնեսի մեջ չես ստանում, որս էլ մի հատ վատ բան է, որտեղ մարդիկ ասում են բիզնես խեմ աշխատացնում, եթե տարվա վերջում ես դրանից ստանալու եմ 5 կամ 10%, հնա դիր բանկում բիզնես մի արեք, գխացավ մի ունեցի, հարկայինի հետ մի գործ ունեցի, չգիտեմ ինչի հետ մի գործ ունեցի, այնտեղ աշխատանքային օրենքների մարդ վարձելու ես գլխացավերի հետ, դիր փողդ ինչ որ ունես չունես բանկում հանգիստ քեզ այսքան տոկոս է տալիս։ Եվ դա էլ խփում է փոքր բիզնեսին իհարկե, մարդիկ փակում են փոքր բիզնեսները եւ անցնում են ասենք փողը դնում են բանկերում, այսինքն նորից փողը, այսինքն ռուբլի ուրեմն արժեքը բարձրանում է, որտեղ ավելի պետք ունես ռուբլի, որ դնես այդ մեծ բանով աշխատես, ինքը դրա վրա է այդ տոկոսները տալիս։ Սա ինչն է նորից կապված է ինֆլյացիոնի հետ, որ ինֆլյացիոնը բարձր գինաճ է լինում, տոկոսները սկսում են բարձրանալ, ուրեմն ավելի ոչ շահավետ է դառնում բիզնես անել, շահավետ է դառնում քո դրամը տառնես քո դրամը, ոչ թե ասենք դոլարը կամ եվրո։ Եվ դա դնես բանկում։ Սա էլ մի հատ պատճառ, թե ինչու ռուբլուգինը բարձրացել է կամ բարձրանում է անդադ եւ դա վատ ցուցանիշ շատ տնտեսության համար, դա ցուցատար է տնտեսությունը քանի գնում ավելի վատանում։ Թուլանում է այդ իմաստով։ Այս էլ պատճառներից մեկը։ Մի խոսքով։ Սա խնդիրներից մեկը, որ չի կարելի անտեսել, որտեղ ես հաստատ ասում եմ, որ պատերազմը դա առաջին հերթին դրամական ծախս է, այստեղ ծախսի հետ է կապված, ծերի պատերազմներ չեն լինում։ Եվ նա ով շատ ունի շատ է ծախսում, նա ավելի ուժեղ է, վերջին հաշվով ֆակտորներից, ամենակարևոր ֆակտորներից մեկն է, այսպես ասենք, չասենք, որ միայն փողի համար անստաց։ Հիմա մի քիչ ավելի կոնկրետ թե սա ինչպես է ազդում ուկրաինական պատերազմի վրա, ասենք, ինչ գների մասն ենք խոսում, ինչ հետևանքներ ունեն եւ այլն, ոչ թե միայն տնտեսական, այլ մի քանի ասենք ուրիշ հարցեր են։ Նավթի իմաստով
պետք է որպեսզի դու ստանաս այդ դրամները, որ արտահանում ես, պետք է կարողանաս այդ ապրանքը հասցնես հաճախորդին, ասեն գնորդին։ Ոնց ես հաճախորդին հասցնում, կամ խողովակով, կամ նավերով, տանկերներով։ Ուրիշ առայժմ ուրիշ ձևեր չկան գոնե Ռուսաստանի համար։ Ուրեմն խողովակները եւ նավերը երկուսն էլ շատ խոցելի են։ Խոցելի են, եթե դու ասում են քաջություն ունես խոցելու դրանց, հա։ Օրինակի համար Հայաստանը երբեք քաջություն չունեցավ ադրբեջանական ինչ որ խողովակ խոցի։ Կպի։ Այստեղ չի երբևէ։ Սկսած իր բոլոր պատերազմների ընթացքում։ Ուկրաինան էլ չուներ ժամանակին, որտեղ անդադ ճնշում կար վրա, որ տենց բան չանես եւ այլն, մեր կները կբարձրանան այն Բայդենի ժամանակ հատկապես սկզբում նույնիսկ դուր էր տալիս, որ իր սահմանով ռուսական նավթը հոսի կամ գազը հոսի դեպի Եվրոպա։ Վերջապես այդ հիվանդությունից ազատվեցին, դա աշխատանք պահանջեց իհարկե, եւ հիմա շատ հաջողությամբ խփում են։ Չի ասենք խոսում, սկսեցին խփել նավթամշակման գործարաններին առաջին հերթին, այնպես է կոչվածներին։ Դա կարևոր իհարկե, որովհետև այդ որոշ ագրեգատներ, հա, կոպիտ ասած, այդ նավթամշակման գործարաններում դրանք իհարկե չեն արտադրվում Ռուսաստանում, տևում են ամիսներ, տարիներ, մինչև կարողանում ես փոխես, երբ որ փոխում ես, որտեղ արտադրողները միշտ չեն քեզ ուզում ծախեն, օրինակ որոշ բաներ կա Կանադայից էին առնում իրաք, որոշ բաներ կա Ամերիկայից էին առնում, Գերմանիայից են առնում։ Հիմա պիտի սպասես չինական առնես, որակը ինչի եւ այլս կոմենկով, մի խոսքով դա դժվարացնում է խնդիրը։ Եվ Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող, ասենք թե 10 այդպիսի մեծ նավթամշակման գործարանների մասն խոսում փոքրից միջել կա, 10-ից 8 խփել են ուկրաինացիները։ Հիմա իրենք խփել են, դա չի նշանակում 100% ամեն ինչ կանգնել է, բայց զգալի չափով դա դանդաղացրել է, խոսքը չի գնում ապրանքի, ասում են, լոգիստիկայի իմաստով։ Ուկրաինացիք հասկացան, որ պեսեները խփելը, այնպես են նավթամշակման գործարանները խփելը, դա շատ լավ բան է, բայց ավելի հեշտ է խփելը այդ նավթամուղերի հանգուցակետերի պոմպերը, հանգուցակետերը խփես, որտեղ իրար միանում են խողովակները, դերից բաժանում է գնում է, եթե այդտեղ ուրեմն խփես այդ կետերին, իրենց պոմպերը ուրեմն խփես, նրանք չեն գնան ոչ միտեղ։ Նրանից առաջ խփում էին տանկերներին, նավահանգիստներին եւ այլ եւ այլ։ Էլի այդ մեծ ստրուկտուրաները ավելի հեշտ է, ոնց ասեմ, խփելը, որովհետեւ ճշգրտություն շատ այդքան չի պահանջում, բայց դրանց տված վնասը այնքան քրիտիկական չի լինում, ինչքան խփում ես մի հատ պոմպ վերջացավ։ Պոմպը ինքը չի սարքում, կյանքում չի ունենալու, եթե դրսից չբերի, եւ դրսի բերածն էլ եթե կարողանաս կոնտրոլանես մի քիչ, դա արդեն մեծ վնաս է տալիս։ Մի խոսքով էս բանը որոշ հասկացան բաները, ուկրաինացիները սկսեցին նրանք էլ խփել, այդ էլ իմաստով այդպեսով պակասեցնում են նաեւ երկիր մտնող փողի քանակը, դրա հետևանքով բյուջետին հասնող ուրեմն ֆինանսների չափ։ Այդ էլ պատերազմ մղելու քո ամենա, ինչն ասում, ուղղակի ձևով դրա վրա ազդում է, քանի որ ռոճիկ վճարես, մարդկանց հավաքագրես, պետք է մարդկանց հագցնես, զինես եւ այլն, բոլորը գալիս են դրսից, այդ բոլորը փողարժեն։ Մարդկանց նույնիսկ մարդիկ են որոշա գալիս արդեն որ դրսից, որտեղ իրանցը չի երեքում։ Մարդկանց մասին ասեմ, ռեսուրսներից ենք խոսում, իրանք հավաքագրում են նենց, ասենք թե 30-ից 35,000 մարդ ամիսը կոնտրակտներով կամ ուրիշ ձևերով, հիմա էլի շատ է դժվարացել, սկզբում նույնիսկ 50,000 էին հավաքում, հիմա այդքան չեն կարողանում հավաքել, նույնիսկ այդքան ինչքան ասեցի 30 ամիսներ կա շատ դժվար է մեր տեսակ բաներով, բայց մահանում են կամ վիրավորվում են ավելի շատ, քան թե կարողանում են բերեն։ Հիմա դա թիվը ինչքան ավելի շատ է, էլի ամիսից ամիս տարբերվում է, բայց քրիտիկական խնդիր է դառնում սա արդեն մարդու պակասությունը։ Ռուսական տրադիցիոն
պատերազմ վարելու այն համակարգը, որտեղ դու մարդկային, այսպես ասած, տնտանոթի միսը գցում ես թշնամու վրա ալիքներով եւ նա ինչ որ չի կարողանում բանանի պահի այլևս այդ հարձակումը, հա, այդ ալիքի ճնշումը իրենք ոնց են անում մի քանի ֆրոնտով sense հարձակվում էին այնտեղ որտեղ ճակ տվեց այդտեղ գցում էին բոլոր ռեզերվները այդ ճակը կամած լայնացնում էին թշնամու եւ անցնում էին թշնամու թիկունքը շրջապատում ոչնչացնում եւ այլ եւ այլ սա չի աշխատում այս թիմաշապ Ուկրաինայում պատմեցին որ դա կարելի է դրա դեմ կռվել եւ այս դրոններով եւ այլ եւ այս բոլորը փոխվեց մի հատ նոր պատերազմի, որին իրենք սովոր չէին, իրենց դոկտրինան չի դա բացատրում, իրենց ակադեմիաներում դա չէին սովորացնում, իրենց գեներալներն ու սպաները դրա չգիտեին ու ընկան մի հիմար վիճակի մեջ, որ ստիպված եղան արդեն այնպիսի բաներ անել, որ ծիծաղելի է, նայում ես զինվորները 2-3 հոգով են առաջ շարժվում, ինչ որ մոտոցիկլետի վրա, էշի վրա, ձիու վրա, չգիտեմ ինչ են անում Բայց Պուտինին իհարկե զեկուցում են, որ ամեն ինչ լավ, ամեն ինչ առաջ են գնում, անընդհատ առաջ են գնում։ Պուտինը համոզված որ առաջ է գնում 4 տարի մի հատ Դոնբաս պետք է գրավի դեռևս։ Իսկ Դոնբասը այդ շրջանը Պուտինի գլխի մեջ դա իդեա ֆիքս նստած է, ինքը առանց դրա յոլա չի կարող գնա, մտածում է որ պետք է այդ պայման այդ Դոնբասը միջև վերջ գրավեն։ Եվ որովհետև նախ որովհետև ռեսուրսները իր շատ են, բայց նաև դա ոնց որ քեզ հանում է դեպի ազատ շարժվելու հնարավորություն է տալիս, ասեն հանում է Ուկրաինայի սիրտը, ասենք ասած բացում է դաշտավայրը եւ այլն, մի խոսքով ստրատեգիական պատճառներ կան, պատմական պատճառներ կան, քաղաքական պատճառներ կան եւ իհարկե այս մարդու մոտ նաեւ Պուտինի մասին խոսում հոգեբանական եւ մարդը որը բունկերներից դուրս չի գալի որտեղ վախենում է որ իր գլխին հիմա մի բան կգա ամեն կարդում է այդ գրավոր ինչ որ բաները վրանց ասած զապիսկաները զեկույցները որ իրան գալիս են թե իրենք միշտ հաջողություն ունեն երեք նորից էլ դուրս եկել խոսում էր եւ կպատմել նրա մասին որ իրանք անտատ առաջ էր շարժվում այնքան ինչքան ինքը խոսած դրա մասին իրանք արդեն հասած էին եւ ոչ թե լամանշ չգիտեմ արդեն պետք է մտածել էին Ամերիկա բայց տեսնում ենք որ չէ բայց ինքը ոչինչ է Նույն ձևի ինքը խոսում է իր սարմատի մասին, մի հատ թրթիր ունի սարմատ, հայ սարմատ, այս սարմատը պարզվում է, դա այդ են հին յուժմաշում Ուկրաինայում կառուցված են ստրատեգիական միջկոնտինենտալ հրթիռի տարբերակն է, կարճացած, որ միջև չեն կարող սարքել, խելքի չեն կարող բերեն, անընդհատ պայթում է, վերջի փորձարկումն լավ չի։ Ասեցին մերն եկավ զեկուցեց, Պուտինին էլ մի հատ ֆիլմ ցույց տվեցին, որ իբրեթե թռնում է։ Եվ հետաքրքիր ինչ էր, որ զեկուցը եղավ այսպես, որ զապուսկ, այսինքն արձակումը հաջող եղավ եւ արձակումի պլանավորված ուրեմն այդ գործողությունը կատարվեց։ Ու բարձ Ոչ մի խոսք թրթիրը թռավ իր որտեղ պետք է թռներ, խփեց որով է պայմանական թիրախ կամ այնտեղ նշանակված կետ, ոչ մի տես բան չեղավ, ոչ մի տես բան չասեցին, ստերոտիպ այդտեղ չի հասել կամ ճանապարհներ ընկել կամ ինչ որ պայթեր էր նորից, որտեղ նախկին փորձերը վերջանում էին նրանով, որ պոլիգոնի գլխիներ են գնում, իրենց գրակած տեղի վրա էր պայթում եւ այլն։ Հիմա միայն ասեցին, որ թռել է, այդքանը ցույց տվեցին մոտավորապես 3 վայրկյան թե ինչ, որ բարձացավ երկինք, կամ բան, ուր գնաց, ինչ եղավ, դրանց ոչ մի խոսք չեղավ։ Այդ սարմատի բարձին երկեր են գրում, չգիտեմ ինչքան, ստերեոտիպ սարմատը իրանց չի սիրում, ինչ ուզում ես ասա, ինչքան ուզում ես սերենադ երկի, այդ մարդը չի ուզում թռնի։ Նույն հիմա ինչ են անում, այս վերջի հիմարությունը հայտարարեցին, որ եվրոպացիներ, ամերիկացիներ եւ այլ բոլորը Կիևից դուրս եկեք, որտեղ հենց սա խփելու ենք մասսայական։ Ասես թե միջև մենք չի անում, չեմ անում։ Երբ որ 700-ով 900 բանով շահետներով հրթիռներով խփում էին, դա ոնց որ մասսայական չէր։ Հիմա պետք է 901 լինի այդ հրթիռների հարվածը, չգիտեմ, էտա լինելու։ Բայց հերթական բանն է։ Պատասխանը ինչ եղավ։ Եվ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները ասացին մենք ոչ մի տեղ չենք գնում Մենք ստեղ նստած ենք Ուկրաինայում, կարաս խփի տեսնենք։ Հիմա արի տեսնենք ինչ են անել, ոնց է այս լինելու։
Ինչով են խփում, ամենաշատ վախացնում են արիշնիկ, էլի արիշնիկ, արիշնիկը իրանց բանն է, ոնց ասում են բոբոնը, որի մասին էլի Թրամփը մեռավ խոսալով դրա մասին, Թրամփը մասը ներողություն, Պուտինը ամեն տարի երևի 5 անգամ վերականում խոսում է Սարմատի ու արիշնիկի մասին, որոնք հիմա իբրև արդեն ներդրվում են ուրեմն տեղերում ռազմական ինչ ասեմ ուրեմն բայվոյ արդեն իրանց բանի կանգնում են ծառայության եւ այլ չտեսանք ոնց 22 թվականից խոսում է այդ մարդը կապ չունի հիմա արիշնիկի մասին սա էլի ուրեմն հին միջկոնտինենտալ բազմագլխիկ միջուկային զենքը հրթիռը, որը նախատեսված էր ժամանակին սարքված էր, որի եթե պատերազմ լինի Միացյալ Նահանգների հետ, պիտի այդ մեծ ծանր հրթիռներով ուրեմն խփեին Ամերիկան։ Իսկ դրանով Եվրոպա չէր խփելու, դե այդքան հեռու գնացող բաներ դա ծանր մեծ մի քանի գլխիկներ ունի, այնտեղ 10 սատա ինչ է, չէ՞, ամեն մեկը բացվում է եւ տարբեր կետեր է խփում քեզ։ Հիմա ճար չի մնացել, դուք պատկերացրեք, այս ամենաթանկանոց զենքը, դրանց հատը ինչ որ $80 միլիոն, այսպես ասած, դրանով խփում են ինչ որ բնակելի շենքեր։ Չգիտեմ, գնում գցում են քաղաքի վրա, այդ օրն ենք հասել։ Այս բանն էլ բայց միջուկային զենք չեն գործածելու, բարձա, մինչև մա տեսանք, որ արդեն հենց դրա մասին խոսում է Չինաստանը, մի հատ քացի է տալիս մեր փոչին, եւ վերջապես ասես նույնիսկ չհամարձակվես խոսաս, չեմ ասում խփես, գործածես, չսպառնաս նույնիսկ միջուկայինով։ Սո հիմա ինչ են անում, ուրեմն այս արեշնիկը այդ միջուկային գլուխները հանել են, ասել եմ մի անգամ, բայց տեղը բալվանկա են դնում, որն է մի հատ ծանր մետաղյա, ասես բան ա դրած, որ ինքը պայթուցիկ չի, ոչ ման չունի։ Բայց քանի որ սա բալիստիկա, այսինքն բարձրանում է եզերքից իջնում է մեծ արագությամբ, հա, եզերքը չէր բարձրանում, որպեսզի հասներ Ամերիկա, օթովո չէր ստանալու բան չի, cruise missile չի ինքը, ուրեմն պետք է բալիստիկ տրայեկտորիայով գնա։ Հիմա այս ռայով խփում ես Կիև, ասենք թե։ Ու ինչ անում, բարձանում է վերև, գալիս է, բաժանում են այդ գլխիկները, ամեն մեկը ասենք թե ինչ որ քաշի մետաղյա բան է։ Եվ այս արագությամբ գալիս են գնում է մեծ արագությամբ, արդեն օդի շփման հետ էլ անցնում է դայնի արագությունից մի քանի անգամ, կարմրում, շիկացած, շատ գեղեցիկ ձևի, վերևից գալիս է խփում է ինչ որ բանի, բայց է բում, բում չկա, ուղղակի այդ կինետիկ էներգիայով ինչի խփումը ծակում է։ Ընկնում է հողի վրա, ասենք շատ խորն էլ չի կարող գնալ, որտեղ կան մեծ քաշ չունի, մի քանի մետրանոց մի հատ փոս առաջանում այդտեղ։ Բայց այդքան։ Հիմա պատկերացրեք 80 միլիոնանոց մի հատ բան ես կրակում, մեծ բաներով, գալիս է մի քանի հատ ստանգլուխ ես ծակում կամ ինչ որ եթե ընկավ փողոցի վրա, ասես մի քանի 3-4 մետրանոց մի հատ փոս առաջանում մեջը գնացած, մեջ ինչա մի հատ մետաղ է նստած, ասենք թե պողպատյա մի հատ sense գլուխ։ Գնացինք վերադարձանք ինչ որ միջնադար, այն որ քարե բաներ էին կրակում ամրոցների վրա, հրանոթներից դեռևս են պայթող բաները չկային, արկերը չկային, քարե կլոր արկեր էին, իմաց նրանց մոտ մետաղի այդպիսի արկա կրակում ինքը, ինչի կպնի երևի պատը կծակի այդքան բան։ Բայց այսինքն ֆինանսական իմաստով ոչ մի խելքի մոտ բան չի, սա որտեղ ծախսում ես քո ստրատեգիական հրթիռը, որ դիանի ունի 13,000 ինչ կան Ամերիկայի դեմ կռվելու համար կամ Չինաստանի, որպես ինչ որ բնակելի տներ քանդես Կիևում։ Այս վիճակին է հասել։ Եվ ասեմ դες, երբ որ բաներ կրակում այնտեղ այդ օրինակի համար դրա ընդհանուր ասենք լավ է դրա կինետիկ պայթման է դրա խփած գլուխների գլխիկների ընդհանուր կործանիչ ուժը այնքան է ինչքան եթե մի հատ բան կրակեր ասենք ինչին այդ հայտնիները Իսկանդեր հա
Այն դեպքում որ Իսկանդերը իհարկե արժի 2-ից 4 միլիոն դոլար, իր ներքին գինը իհարկե շատ ավելի էժանագործարանային գինը, բայց ասենք շուկայականով ենք խոսում։ Իսկ սա արժի 80 միլիոն դոլար։ Մայ չունի որ ունենար Իսկանդերը կկրակեր, դրա համար չէր կրակելու այդ մեծ միշկոտ կոնտինենտալ բաները, հա։ Կինժալներ են կրակում, կինժալը որն է այդ նույն բանն է, որը Իսկանդերն է, որը օդանավի տակ են կախում, ընդեղից են կրակում, դա էլ բանունի սահմանապակ բնականաբար հնարավորություններ ունի, այդ շատ մեծ բան չի, բայց էլի ավելի, որովհետև թեթևացրել ես կապում ես օդանավի տակ, քան թե գետնից կրակես, ավելի հեշտ, ավելի բանա, հեռու է գնում եւ այլն, բայց այդ իրանց X47M2 են ասում այդ դրան, դա 10-ից 15 միլիոն արժի, մոտավորապես, խելքի մոտ չի, բայց թվում է այդ է հիմա, էլի, գնային իմաստով ավելի լավ կներ սա կրակեր, քան թե այդ արեշնիկը, չէ, բայց ինչի չեն անում, որտեվ Պուտինին դա չի հետաքրում, Պուտինին հետաքրում է, որ իրան զեկուցման մեջ գրում են, որ սենց հզոր հրթիռով են կրակել, խփել, չգիտեմ ինչ Պուտինը դրա մասին հեռուստացով այդքան խոսում է, չէ, պետք է ասես, որ իրապես աշխատում է, իրապես գործի ենք դնում, իրապես դրանով ինչ ենք խփում, հետո ինչքան վնաս է տալիս, այդ Աստված գիտի, կարող է ինքը ավելի պարզ ռումբով խփեր ավելի մեծ վնաս տար, բայց այդ ինքը գոնե կարող է զեկուցես, որ մենք գործածել ենք, ինքը աշխատել է, թռել է տեղից, չի պայթել իր սայլոյի մեջ, իր հորի, շախտայի մեջ չի պայթել։ Մի խոսքով, այս հիմար վիճակ է, եւ սա ուժ չի ցույց տալիս, այլ միայն թուլություն, երբ որ ինքը սպառնում է եւ ասում է դուրս եկեք բոլոր դիպլոմատներին հանեք։ Եթե հիշում եք, պատերազմի սկզբում sense նորից վախի բան կար եւ բոլոր իրենց դիպլոմատներին երկրից դուրս հանեցին, հետո տեսան որ չէ, այդպես մի բան չեղավ, հետ բերեցին։ Հիմա սկի չեն վախենում դուրս գան եւ նստեցին իրենց տեղը, ասացին չեն գնալու, իսկ տեղը մեծ շանտաժ մի արա, չի լինելու։ Ոնց որ Հայաստանում մնացին ամերիկան, ֆրանսիական դեսպանները գնացին, նստեցին ջերմուկում, ասացին ինչ է անելու, տեսնենք հələ։ Այս նույն բանն է հիմա կատարվում։ Այդքան վատ չի իհարկե մեծ ռեսուրսներ ունեն, բարձա, բայց այս war of attrition ասում, հա, այս հյուսման պատերազմի մեջ ավելի ու ավելի տեսնում ենք, որ մեծ հսկա բանը, 1000 փոքր, ասում եմ, կտրվածքներ, որ անում ես, 1000 cuts, ասում եմ, կամաց սկսում ենք արդեն մեծ կորուստներ տալ։ Ունեն մոտ տենց ասած, հիմա էլի նորից վերադառնանք, ինչ ստրատեգիական ռեզերվներ ունեն, լրիվ պատրաստված, որ մինչև հիմա չեն գործածել, մոտ 20000 բան ունեն, տենց ստրատեգիական բան կա, զինվորների ռեզերվ կա, որոնց միշտ լավ վիճակում պահում են իսկական պատերազմի քրիտիկական տեղերը գործածելու համար, դրանց չեն ուզում գործածել։ Շնես ամեն ոնց որ ասում են տնտեսի մսի տեղ, հա։ Բայց հասնում է գործոնները, որ ճար չունեն, այդ դրանց պետք է սկսես արդեն ծախսել, որտեղ թե չէ ֆրոնտը սկսում է բացվել։ Իրենց գարնանային կամպանիան, որ պետք է ռուսները հիմա գարնանը մի հատ էլ բուան էին, հարցակվեին, նաուրա գնային բան վերցնեին, չեղավ։ Ձախողվեց, գարնանայինը ձախողվեց, ձմեռայինը ձախողվեց, գարնանային ձախողվեց։ Հիմա խոսում են ամառայինն էլ դիմանանք ասում են ուկրաինացիները, մեզ այդ էլ մի հատ տեսնենք ինչա տակը մնում դրանց մոտ։ Եվ եթե դա էլ կորցեցին, արդեն շատ ավատ է վիճակում։ Իհարկե ուկրաինացիների վիճակը ոնց ասում են ֆանտան չի, շատ լավ չի, որտեղ իրանց մոտ էլ մարդկային ռեսուրսների հարցը լուրջադրված եւ ամենաշատը դա է ավելի վախացնում իրանց մարդկային ռեսուրսների վիճակը, որտեղ մնացած հարցերը եվրոպացիները cover են անում իրանց, այսպես ասած փողի իմաստով եւ զինամետրիկի եւ զինատեսակների իրանց հարցը լուծում են իրանք։ Իրենց մոտ շատ ուժեղ ձևով է ռազմական ինդուստրիան զարգացավ, նոր բաներ են սարքում, եթե իրենց սարքածն են կրակում, ոչ մեկից թույլտվություն պետք չունեն հարցնելու, ոչ Ամերիկան, ոչ մեկը չի կարաս ինչու է խփում
ինչ որ մի ասենք թե ռազմական կետի Ռուսաստանի մեջ դա լինի ինչ որ նավթային բազա դա համարվում է ռազմական թիրախ, լրիվ ընդունելի է, եթե խփում է ինչ որ ռազմական դպրոց, ակադեմիա, դա լրիվ ռազմական թիրախ է համարվում, կարելի է եւ պետք չունի հարցնելու որևէ մեկին։ Եվ սա արդեն լինում է, ոչ թե միայն լինում է, սկսել են արդեն իրանք ցանկեր տալ, իրենք սովորեցնել, իրենք խորհուրդներ տալ եւ այլ։ Սա երկու կողմը որ նայում ես, մի քիչ բան այլ։ Լոգիստիկան են ռուսների խփում շատ ուժեղ, դա իրենց պլանի մեջ համար առաջի գործերից մեկն է, որ չկարողանան սպասարկեն ֆրոնտը, այսպես ասած, հա, լոգիստիկ այդ կապերը, ցանցերը բոլորը ոչնչացնում են։ Եվ վերջին հասցով, ինչպես եւ ֆինանսական, եւ մարդկային, եւ լոգիստիկ իմաստով, իրենց խնդիրը շատ վատ է։ Սրա վերջը ինչ անելու։ Վերջը Ուկրաինան հասկացավ երկու բան։ Իրենք պետք չունեն մեծ մարդկային հերոսությունների եւ ռեսուրսների ծախսման ձևով գրավել Մոսկվան, հա, ասենք թե Նապոլեոնի պես, ասենք կամ թե փորձես Հիտլերի նման գնաց գրավես։ Դա պետք չի, դա իրենց պլանների մեջ չի մտնում։ Իրենք այո Կուրսկի ռեգիոնը մտան դա գրավեցին, հետ վերցեցին, բայց դա շեղելու համար էր ուրիշ տեղերի ճնշումը եւ ընդհանրապես դա իրենց մորալը բարձրացրեց ահագին, իրենց ոգին ուժեղացրեց եւ այլն։ Բայց դա հասկացան, որ դա մեծ բան է, ծախս է, իրենց դա 100 տարի պետք չի։ Իրանք շատ հանգիստ նստեն իրենց տեղը եւ ռուսների ուժերը վիճախչախեն, նրանց վատնեն, թող նրանց ոգին կոտրվի, նրանք բան անեն։ Եվ դա լինում։ Իրանք կգրավեն իրենց հողերը, կամաց, երբ որ դա արդեն թշնամին այնքան թուլանա, որ ինքը հետ քաշվի, այսինքն դու մեծ հերոսության ծախսերի շնորհիվ պետք չի անել դա, որտեղ պաշտպանակվել ավելի հեշտ է, քան թե հարձակվելը, եւ դու ասում ես նա հարձակվի եւ նա վատնի, ես էլ տեղ ունեմ։ Դա հաստատ այդ իրանց նոր, ասենք թե նոր ասելը որն է, այսինքն խոսում ենք մի տարվա մասին, 6 ամսվա մասին, այս ստրատեգիայի հիմքում անգած։ Եվ բնականաբար իրենց ռեսուրսները նույնչի ինչ որ բանն է։ Բայց իրանք ուրիշ բան ապացուցեցին։ Մեծ տերիտորիան այլևս այդքան քեզ չի պաշտպանում, ինչպես առաջ էր պաշտպանում։ Արդեն իրենք են սարքում, որ 1500 կիլոմետր թռնում են 2000 կիլոմետր մի հատ կրակել են 2240 քանի կիլոմետր հեռու թիրախ խփել։ Եվ այսպես է նշանակում որ դա արդեն դու շատ խորն ես գնում։ Դու պետք չունես անպայման խփես ստեղից Ուկրաինայից Վլադիվոստոկ, հա։ Չնայած այնտեղ մի հատ օդանավակայան հիշում եք այդ օպերացիա Spider, ինչ են ասում, Սարդոստային, հա, Spider, Սարդ։ Այդ որ դրոնները երկաթուղով ուղարկեցին, որ գնացին օդանավակայանում խփեն իրենց ստրատեգիական ռմբակոծիչները։ Այդ օպերացիաները եթե չհաշվենք, մնացած իմաստով այդքան հեռու խփելու իմաստ չկար։ Եվ չկա, կարող ես ավելի մոտիկ տեղերում ոչնչացնես ստրատեգիական այնքան բան եվրոպական մասում Ռուսաստանի, որ Ռուսաստանից, այսինքն լրիվ կարող է բան լինի, paralyzed լինի, այսինքն չկան աշխատի։ Բայց գաղափարն է, որ Ռուսաստանում արդեն շատ դժգոհություն կա։ Մարդիկ ասում են, լավ չհասկացանք, այս ինչ է մեզ պետք։ Չեք հասկանում, որ կռիվը սկսում է կարող է հետ ձեր վրա էլ գա։ Սկզբում ասում են, դե չէ, ոչ մեկը չի համարձակվի մեզ խփի, ով կարող է մեզ խփի, մեր աշխարհահռչակ ՊՎՕ-ն հակաօդային պաշտպանությունը այնքան լավն է, այնքան ուժեղ է, այնքան անհզոր է։ Ոչ մի բան չի կարա ասում, հավքնիր թևով, չգիտեմ, մոցնի, չգիտեմ, որտով չի կարա մեզ հասնի։ Հիմա այս բանը, այդ լեգենդը, այդ միթը լրիվ փարատվեց, պարզվեց, որ հայ լավ էլ կարում են կան։ Եվ դժգոհությունները մեծացել են եւ արդեն չեն վախենում պարզ ասել դա հենց այդ զետնիկ կոչված պատրիոտ կռիվ ուզող կռվարարները, ասենց ասած, որ մի քիչ առաջ մի տարի առաջ խոսում են թե Ուկրաինան ինչ է, որ ամեն ինչ կվերցնենք, մեր ուզածով կանենք, դրանք բողոքում են։ Հիմա եթե թույլ են տալի ռուսական հեռուստացույցով ասենց բաներ ասել, դա արդեն շատ բան է նշանակում է թույլ տվող կա, որը չի վախենում, որ Պուտինը ինչ կմտածի,
նշանակում է որ դա սիստեմիկ բան է, այսինքն եթե թույլտվողը տենց մի բան ասել գնային բռնեին այդ ասողին հեռուստացի վրա, ինչ որ մի անալիստի, նա ինչ պիտի ասի, պիտի ասի ինձ տեսա թույլ տվե, որ խոսամ այդ թեման ասեմ, այդ թեզը զարգացնեմ, այդ մարդուն էլ կբռնեին, իրան թույլ տվողին էլ կբռնեին, այնտեղ հեշտ է չէ այդ գործը, բայց եթե չեն անում եւ այդ մարդուն նորից ես տեսնում, շաբաթ հետո հեռուստացով, հետո նորից ես տեսնում, նա խորացնում է թեզը, նշանակում է սա սիստեմիկ է, ամբողջ բոլորը համաձայն են, որ սա պետք է ասի։ Եվ դա ինչ է նշանակում, որ խփում են Պուտինին արդեն։ Ժողովրդի մոտ Պուտինի մասին, Պուտինի բաների, ասենք պատերազմի դեմ տրամադրություն են ստեղծում։ Հիմա միաժամանակ ուրիշ բան ենք տեսնում, որ ուրիշ թև կա, որը սոցիալական ուրեմն հարցախույցներ է անում Պուտինի մասին։ Եվ որպեսզի ապահովի, որ դրական պատասխան ստանան, որտեղ երբ որ զանգում ես եւ հեռախոսով ես անում կամ մարդու երեսը չեն տեսնում, մի քիչ ավելի ազնիվ են լինում, բայց երբ որ թուղթը ձեռիդ կամերան հետդ կամ ոստիկանը մտնում ես տունը հարցախույց ես անում, նա մի քիչ ավելի զգուշ է խոսում, բայց նույնիսկ այդ ինչի արեցին այդ քայլը, ինչի որոշեցին, որ անձնապես պետք է իրանց հետ այդ հարցաթերթիկները լրացնել, որպեսզի իհարկե դրական բաներ գրեն Պուտինի մասին։ Շարունակում է այդ թևը դեռևս ուզում է պահի Պուտինին։ Շահագրգռված մաս կա, որ ուզում է Պուտինին պահի, մինչ մի ուրիշ թև կա, որը իրան ուզում է վարկաբեկի կամ ակոնե ճշմարտությունը ասի։ Ժողովրդի մոտ արդեն ստեղծում է տարբեր կարծիք։ Հետևաբար պարզ արդեն տեսնում եք, որ Ռուսաստանում բան կա, արդեն երկու, ասենք, ճեղքում կա հասարակության մեջ, հասարակությունը ոչ մեկը չի հետաքրքրում հասարակությունը իրանց, հասարակության մեջ ես ասելը, դա նշանակում է, որ ուժայինների մեջ բաժանում կա։ Դրանք կլինեն ուժայինների մեջ պիտի լինի, որ դու կարողանաս այդպիսի բան անես եւ քեզ 5 ժամ հետո որևէ չնստացնեն եւ կամ չբանդարկեն եւ այլն։ Սա հենց այնպես չի լինում։ Հիմա կարելի է ենթադրել, որ նաև որ սա կատարվում է ուղղակի ժողովրդի մի քիչ գրգռենք, հա, թույլ տանք ճշմարտությունը իմանա, որպեսզի երբ որ մենք դադարեցնենք պատերազմը, շատ դժգոհ չլինեն կամ հասկանան, որ սա գալիս էր արդեն։ Ոնց որ հողը պատրաստում են, հա, այսինքն կամ ջանը պատրաստում են հողին, ասենց ասեն։ Բայց այո, հենց դա էլ է բան նշանակում, դա էլ է բան ցույց տալիս։ Առաջին հերթին հենց այն, որ իրանց մոտ արդեն հասել են այնտեղ, որ արդեն վերջ պետքա տանք ես։ Եվ հենց այդ բառերն է, որ ժամանակն է վերջացնել։ Հիմա դա ասում են տարբեր նախադասություններով, տարբեր բառերով, բայց նույն միտքն են կրկնում, անընդհատ ու անընդհատ ու անընդհատ։ Եվ այն գորգորացող ձևեր թափող են Սալավիևի մոտ եւ են Սկաբաևին ասում այդ նույն բանը եւ այդ իր մոտ եկող այդ ռազմական անալիստները Խադարյոնը եւ այլն այս մի ամբողջ շարք մարդիկ, որոնք առաջ այդպես բան չէին ասում, չեն թույլ տալիս այդպես բան ասել իրաց եւ հիմա սկսել են ասել, դա շատ բան է։ Հիմա նորից հեռանանք մի վարքյան, նորից նայենք խնդրին դրսից արդյոք սա ինչ նշանակալից բան է, ցուցանիշը, թե ինչպես է գնում պատերազմը, իհարկե։ Արդյոք սա ցույց է տալիս, թե ինչքան շուտ ներքին այդ, ասենք, թե հեղաշրջում բառը չեմ ուզում գործածեմ, բայց Պուտինի վերջը գալու է, թե չէ, իհարկե, արդյոք սա շատ կարևոր ցուցանիշ է, որ իրենք պատերազմ կորցնում են, իհարկե, չկորցնեին ինչ պիտի անեին, բայց թե երբ ալինելու, դա արդեն տարբեր հարց է։ Բայց բոլորը կրիտիկական բաներ ասեցին, Պուտինը վիճակավատ է, այո, պատերազմը կորցնում են, այո, տնտեսությունը վատ վիճակում է, այո, էլ ինչ մնաց։ Այս բոլորը այո, եւ ներքից էլ կա քաղաքական ուրեմն պարակտում, այդ էլ այո, ինչ մնացել, ինչի վրա են կանգնել, այդ որ ոտքերը մնացել, որի վրա կանգնած է ռեժիմը։ Բոլորն էլ արդեն վատ վիճակում է, ամեն տեսակետից, այսինքն։ Եվ
հարցը ստեղ է գալիս, թե այդ բոլորը շատ լավ ես ասում, բայց ինքը մեծ հզոր փիղ է, ասենց ասած, հեշտ չի ընկնում, այս արջշլը շատ ռեսուրս ունի, դիմանալու կռվելու ես, տեսել ենք մենք էսի եւ այլ իրանք չարքաշեն SNN-ն եւ այլն, ես երազը մենք վաղուց տեսել ենք, պատմել ենք, բայց ամեն ինչի վերջը կա եւ 91 թիվն որ հիշում է, պետք է մտածի, որ այն ժամանակ Ռուսաստանը շատ ոչ թե մեկ անգամ, ոչ թե երկու անգամ, ոչ թե 5 անգամ ավելի հզոր էր, քան թե հիմա, տասնյակ անգամ ավելի հզոր էր, քան թե հիմա, ամեն իմաստով, եւ քաղաքական, եւ ժողովրդի Ռոդը չէր հավատում, որ ինքը կարող է ինչ-որ նույնիսկ բան արտահայտի, ասենք, թե ցույցերի գնա եւ չգիտեմ ինչ-որ բաներ արի եւ այլն, որ տանկի վրա կանգնած էր Ելցինը, այդ ոնց է այդ հրաշքը եղավ, կամ կրակեցին Սպիտակ տան վրա Ռուսաստանի։ Եվ այդ իսկ դրանց ժամանակվա բանակը ինչ էր, તો հետո տեսանք ինչ եղավ, ամեն ինչ ծախեցին, ամեն ինչ գողացան, ամեն ինչ թալանեցին, ամեն ինչ տվեցին, ու դուրս եկան։ Այդ ինչա պակաս հայրենասերային այդ ժամանակ։ Ես 90 թվականի կեսերին Երևանում նստած ինձ բացատրում էր մի նոր բանակային ծառայությունից վերադարձած որտեղ ինքը շատ բաներ որտեղ հպարտ էր իր ամեն բանով որտեղ спецназում էր ծառայել թե ինչ որ տենց հզոր բան չկա ոնց որ իրանց բանակն է եւ ինքն էլ անգլերեն է խոսում դեռ սովորացրել ստերեոտիպին ինչ լավ որ խոսում ես ինստիտուտ որ այո լավ է Թշնամու լեզուն պետք է իմանալ sense վստահ ամերիկաններ թշնամինը Եկերվեց ամիս հետո քանդվեց այդ ամեն ինչը եւ այդ չգիտեմ այդ ինքնավստահ իր բանը որ թշնամու լեզուն պետք է իմանալ այդ թշնամու լեզունը իրան հացել երևի վաստակում որտեվ ուտելու բան չունեին Anyway ասացիս իմաստն է որ երբ որ փորձում ես այսպիսի բաները ֆակտորները գործածես պրոգնոզ անելու համար, հա, կանխատեսելու համար թե վերջի վարկյանը երբ է լինելու, որի մասին 4 տարի ասում եմ, շատ դժվար է, բայց լինելու, որ լինելու է, դրա մասին կասկած չկա, որովհետև իրենք եթե կանգնացնեին 2 տարի առաջ, Ուկրաինան իր այդ հողերը սաղ տալու էր մենակ վերջացնի, այն հողերը պետք է ամեն ինչի չէ, բայց կարող էր հեչի նման ակին գրաված հողերց դες իրենց ասած ռեալինա զիմլիե որ ասում էր անընդհատ Լավրովը այդ աշխատելու էր ամերիկան ճաշում էր ամեն ինչ անում էր դե խոսքը գնում էր արդեն շատ քրիտիկական բաների մասին հա ոչ Ղրիմը ոնց որ արդեն տված գործ էր ոչ ոք դրա մասին չէր խոսում դե խոսքը գնում էր ասենք թե արդյոք պետք է նաև Խերսոնի շրջանը տան թե չկան եւ այլն sense բաներ էր գնում ես տոննայով ստեղ ամերիկյան այսպես կոչված անալիստներ այդ են խոսում, որոնք իրենք համոզված են, որ եղած գործ է։ Եղած գործ է, ինչի մասն են խոսում, շատ բանով էլի հա։ Հիմա նույն բանն է, բայց իրականության մեջ սա այնքան է տևում, ինչքան ժամանակ, որ Պուտինին կարող են պահեն ողջ։ Եվ Պուտինը ինչ նույն բան Իրանում է քանի ողջ է ինքը չի կարող կանգնեցնի սա որովհետև կանգնեցնելուց հետո ինքը վերջանում է ինքը Սադամ Հուսեյնի պես միջև վերջ մնալու է միջև երկիրն որ քանդվի Հիտլերի նման ինքը իրան բունկերում կարող այդքան քաջություն չունի ինքը իրան խփի չգիտեմ ինչ կանի ինքը բայց ամենայնպես Սա ինչ է նշանակում այս բոլորը նպատակը ստեղ չի շատ ինչ որ Ռուսաստանի ասենք թե մոտեցող խղճալի վիճակը բացատրել բայց իրականությամբ ինչ է նշանակում սա մյուս երկրների համար կոնկրետ Հայաստանի համար նորից վերադառնանք ինքնին որ բոլորը վախենում են որ հիմա այս արջը կգա միացած թաթով կտա եւ այնտեղ կմաքրի sense վերևից ներքև Հայաստանը Well ինքը չի կարանա այդ անի, բացի եթե հայերը իրանք սպանեն։
Այսինքն նորից բաժանում, նորից ներքին բաներ անեն, իսկ տեսները շատ կան։ Դրանց կարելի ասել, որ մարդկային ցախողվածների, այսինքն մի հատ տոնն ասած ամբողջ կա, որը ինքը ոչ թե որ եթե դա ռուսները եկան ինքը առաջանալու, ինչ որ ասեք թե մի 50-60 տարեկան մի հատ մեկն է, հա, ոչ թե որ եկան այսպես ասած նոր բոլշևիկները, հա, հանձինս երկու հայտարարված պրոռուսականների իրենց մեկը ինչ որ չտեսնված պաշտոնա տալու ոնց որ ինքը ունեցել է ժամանակին կամ իր հայրն է ունեցել, հա, սովետի վաղտ եւ իրան sense շատ այդ իր ոսկե երիտասարդությունը sense քաղցր համը մնացել է բերանում դրանից հետո իր կյանքը չդասավորվեց պապայի պաշտոնը չկար ինքը չգիտեմ կամ ինքը այլևս չուներ այդ բաները եւ այլն sense թախծոտ նայում այդ թիմը եւ ոչ մի տես բան չի լինելու այս իրենց առաջինն են sense մաքրելու դուրս գցելու ռուսները միշտ է տենց են անում հենց որ իշխանության են գալիս են բոլոր ովքեր իրանց աջակցել էին, պահել էին կամ իրանց ամենագաղափարական մոտիկներն առաջին դրանց են մաքրում մի հատ որովհետեւ գաղափարական մարդը իրանց համար դա անընդունելի կենթանի է իրենց պետքա որ լրիվ ծախված եւ լրիվ sense բան ունես մի հատ գազանի կլնես որ իրանցից կախված ես թախծոտ խոսացողներ Ռուսաստանի համար երազողներ եթե դուք հիմա ինտեղ բիզնեսով պատանդ երեխաների հանգամանքով կամ ուրիշ որևէ հանգամանքներով լրիվ կախված չեք իրանցից ձեզ ոչ մի ձևով չեն պահելու իրանց համար դա ոնց ասում են վերջացած հարց է ցախած աղբ այդ տխուր դեպքերից է որ այդ երազողները շատ են հիասթափվելու մնացածը արդեն ասում եմ ձեր ասում խղճի վրա ես ոչ մեկին չեմ ասում ինչպես քվեարկի կամ ինչ անի բայց ես ասում եմ թե ոնց է Ռուսաստանը աշխատում եւ ոնց է աշխատելու եթե հանգած տենց բանն է իսկ դա բան չի ասում պատմական իրականություններ է սրանք պետք չի ես ինչ որ մեծ կանխագուշակող լինեմ կամ ինչ որ խուստալի գնդի մեջ տեսնեմ թե ապագան ինչ է Ռուսաստանը դա այդքան էլ մեծ ինչ որ բան չի էլի հա Չերչիլն ասաց որ ինիգմա է փաթաթված չգիտեմ բանի մեջ եւ բայց իսկական այդքան էլ չէ լավ հա դա ինչն է դա մի հատ բան ունեն ամբողջ իրանց Միստրին ասենց ասած շատ པարզ սիստեմա որ գիտի Ռուսաստանին բան հասկանում իրաց պատմությունը մի բան իրանց գործելակերպը բոլորի համար պետք է པարզ լինի հիմա ինչ կարելի անել դրա դեմ դե էլ ոնց որ թե այդքան էլ մարդիկ կանգրագետ չեն այդքան էլ բան չէ որ չեն իմանում ինչ է հիմա արդյոք դրա հետ կապ ունի ռոբոյի գալը չգիտեմ հուսամոր ունի շատ հիասթափեց է չունենար դատելով դրանից որ Վանսը եկավ հենց միայն նրա համար որպեսզի Փաշինյանի գովա եւ ասի դու լավն ես եւ մենք կողք գինենք հաշվի առնելով որ 50-ից ավելի երկրներ եկան որպեսզի նույն բանը ասեն բավական լավ չասեմ իս խոսքերով լավ ասեմ դմբո ամենաքաղաքավարի ձևով որ կարամ ասեմ մասսայի բացատրեմ որ էլ ոնց ցույց տանք ձեզ ասենք թե մեր ոտով եկել ենք ձեր լեռն ենք բարձացել նավով էր թե օթանավով էր կապ չունի բայց կանք հասանք էլ ինչ եք ուզում էլ ոնց ցույց տանք էսի էլ որ ասում են ստրատեգիական պայմանագրեր են ստորագրում չգիտեմ ֆինանսական հարցն են ասում կլուծայինք էներգետիկայի հենա բանը Վանդերլեյներ ասում Ուրսուլան էներգետիկայի հարցում ենք օգնելու ֆինանսների հարցում ենք օգնելու էլ ինչ ասի
հանեք այդ անտեր ռուսական բազան բերեն իրանք զինվորական ուժով էլ կօգնեն ձեզ ոնց է ուզում անի ինքը դրանից են կողմ ես չեմ անում ինչա պահանջվում որ ասեն որ հա լավ դա դեմոկրատիայի թույլ կողմն է բայց առանց չի նամ պետքա մենք հարգեստ այդ մարդու ոնց ասում են իրավունքը սխալ լինելու հետո կգա պատմությունը ցույց կտա դասերը կստանան կամ չեն ստանա ավելի շուտ չեն ստանում մարդիկ թե չէ նույնն ասում է բանի վրա չեն կանգնի 2 3 4 5 անգամ պատմությունը տենց է չէ ասում եմ պատմությունը կրկնվում է չէ չի կրկնվում իր տարատեսակով է գալիս քեզ բայց դասերն են կրկնվում որ դասերը չեն սովորում մարդիկ եւ չեն կարողանում դասը ավելի վատ նոր situation-ի մեջ, նոր կոնտեքստում գործած են, որտեղ չեն տեսնում, որ դա նույն բանն է կատարվում հիմա նոր կոնտեքստի մեջ։ Եվ այդ դա բան է, հիմա օրինակ Նժդեհը փրկեց, Սյունիքը պահեց, որովհետև ինքը ասաց, որ չէ, չեմ նսելու բոլշևիկներից եւ չեմ տալու եւ պահելու եմ։ Ու հիմա ենք հետ նայում ասում հա բայց հոյն ժամանակ լավ էլ դեմ խոսում էին իրան, թե ինչ ես կռվում օրհնյալ Լեռուսի սապոգը, հա? Այդ չկան այդ ասողները հիմա էլ։ Կան, բայց այն որ ասում է չէ, պետք է կռվես ու պիտի պահես, դրան ինչ ասում են։ Չինաստանը միայն Չինաստանի համար է, Ռուսաստանի ընկերը չի բոլորովին եւ Ռուսաստանին պահում է, այսպես Հայաստանի լեզվով ասած, ռեանիմացիայի վիճակի մեջ, բայց ոչ ավելի։ Երբեք չի թողնում այնտեղից դուրս գա գնա պալատ, հա, այդ բանն է։ Վիճակն է իրանց համար, որտեղ այնց համար շահավետ չի։ Իրանց ուժը Ռուսաստան 1000 տարի պետք չի։ Ռուսաստանը քամբող ռեսուրսները ծերի տվող կամ էժան գրող տվող, հողը տալող, այդ ծերի Ռուսաստանը իրեն շատ է ձեռ տալիս, այդ պետքա պահել, բայց չթողնել որ նռիվ կորի, որտեղ այն դեպքում արդեն ինքը չի, Ռուսաստանը չի էժան գնով իրանց տալու որևէ բան, կարող է ինքը սկի իր ռեսուրսների տերը չլինի։ Այդ Չինաստանի տեսակետն է, Չինաստանը Չինաստանի համար։ Բայց Չինաստանը շատ լավ հասկանում է, որ այս աշխարհում իրենք են եւ Ամերիկա, Միացյալ Նահանգները եւ այս գործի մեջ երկրորդին պետքա հասկանալ եւ հարգանքով ու զգուշությամբ մոտենալ, դա զգուշությամբ մոտենալ նշանակում է հարգում ես իր կարողությունները եւ ունակությունները։ Չինաստանը երբեք չի, ոնց ասեմ, Ռուսաստանի նման underestimate, հա, թե թերագնահատում Ամերիկան։ Այդքանը պարզ է։ Երբեք չես լսի Չինացիները դուրս գան տենց ռուսների նման ապուշ բաներ խոսան, որ ասա ջարդենք, սարմատը կգցենք, Վաշինգտոնը կգնա ջրի տակ, չգիտեմ ինչ կանենք, մեր էկոնոմիկան Պուտինին չի երկում։ Այնօր ինչ է խոսում։ Էկոնոմիկան աճել է, չգիտեմ, քանի տոկոսով։ Դա 2 անգամ ավելի շատ է, քան թե այն աճի բանը ռեյթը, որ Եվրոպան կամ Ամերիկան է աճում։ Ծիծաղը մարդու գալիս է, այստեղ որ ախմախը յանի էկոնոմիկայի մեջ բանա դիսերտացիա է գրել։ Ոչ մի չի հասկանում պարզվում է։ Տարբերությունը չի հասկանում պատերազմական էկոնոմիկայի եւ խաղաղ ժամանակվա էկոնոմիկայի միջեւ։ Չի հասկանում, երբ որ ինքը բյուջետի 70%-ը դնում է, ասենք, զենք հասարքում, դա երկրի տնտեսությանը ոչ թե օգնում է պատերազմական ժամանակ, որտեղ զենքը գնում է ուր գծով պայթելու վերջանալու վրա, չէ։ Եթե դու սարքում ես եւ այդ զենքը ծախում ես, ասենք թե չգիտեմ որտեղ, դա շատ լավ է, տնտեսության համար լավ է, դու այդ երկաթից բան ես։ Մի խոսքով էս շատ ցած բաներ է, բայց ինքը այդպես ասում է։ Հիմա իսկապես անգրագետ է, թե խելքը տրելը ծերացել է, ինչ տալիս են կարդում է, թե ասում է, որտեղ ժողովուրդը ասեն չորը թացի չի ջոկում, դրա համար մի բան պիտի ասում է, դա արդեն տարբեր բան է, բայց էս է վիճակը։ Եվ ինքը չկարողացավ հասնի նրան, որ Չինաստանը փաստորեն իր պատերազմը ֆինանսավորի, առնելով իրանից ավելի շատ գազ
լինի դա իր նոր խողովակաշարը սարքելու հետևանքով կամ արագ-արագ հիմալը մի քիչ շատ լավ գներով։ Ոնց լավ գներով չեմ առնելու, ներքին գներով ես ծախելու եւ այսքան եմ առնելու, որտեվ ավելի պետք չունեմ, ես էլ ամբողջին պայուսները լցված են եւ այլն։ Չինաստանը պայուսները լցրել սպասում է, որ եթե հանգած կոնֆլիկտ լինի Ամերիկայի հետ, ինքը կարողանա երկար դիմանա այս ամբողջ իր պատմությունը։ Ինքը մեծ նա էլ հոգեբանական խնդրեմ ունի Չինաստանը։ Կարելի է ընդհանրել երկար երկիր է, հա Չինաստանի մասին ասեմ, ես կարևոր է։ Մեծ երկիր է, հա արուստ երկիր է, SSR-ս հսկայական խնդիրներ ունես դեմոգրաֆիայի եւ այլի համար։ Ինչ ես ընկել Թայվանի հետևից։ Մի հատ կղզի ա փոչուրտոնստեն իրենց համար ապրեն, դրանք էլ այնտեղ ապրեն։ Բայց Չինաստանի համար Թայվանը նույնն է, ինչ որ Ռուսաստանի համար Ուկրաինա էր։ Այսինքն դու եթե պիտի լինես շատ յուրօրինակ ոչ դեմոկրատիկ երկիր, որը ունի հսկայական խնդիրներ Ռուսաստանի դեպքում օրինակ լավ կաշառակերություն եւ այլպիսի բաներ, հա, որտեղ ուժայիններն են ամեն ինչ որոշում, որտեղ եթե ուզում ես լինես չաղ հարուստ եւ երջանիկ, պիտի լինես ուժային համակարգի մեջ ավելի լավ կամ գոնե առնվազն անցել շատ մոտիկ, լավ հարաբերությունների մեջ։ Դուք պատկերացնում եք, չէ՞, Իլոն Մասկը մտածել, որ ես պետք է կամ լինեմ FBI-ի ագենտ, կամ պետք է լինեմ ինչ որ FBI-ի դիրեկտորի հետ լավ տղա, էլի իր հետ բաղնիկ պետք է գնանք նստենք այնտեղ բարի ծնենք, մի հատ կարեջուր խմենք ոդկայով, բան, որ ինքը Իլոն Մասկը հարուստն էր։ Ոնց եք պատկերացնում, դուք հասկանում եք ինչքան տարբեր է այդ մտածելակերպը համակարգերի։ Չինաստանը Ռուսաստանի նման է այդ իմաստով մի քիչ։ Եվ այդպիսի համակարգում լինել եվրոպական Ուկրաինա, որը ինչ որ տարբեր եվրոպական համակարգերի է գնում, Իրանից անկախանում է, դեմոկրատիկական է դառնում, հա շատ կաշառակեր զզվելի տեղ էր, բայց դա կամաց մաքրվելու է եւ ինչ որ ձևով դառնալու է այդքան Իրան ազգականներ կան, չգիտեմ 10 քանի միլիոն ուկրաինացի Ռուսաստանում, քանի միլիոն ռուս, որ ունի բարեկամ Ուկրաինայում, այս օրինակը ունենալ քո սահմանի վրա դա անընդունելի ռիսկ է իր համակարգի համար, հետեւաբար իր պետք է իսկույն Ուկրաինան ոչնչացնել, վերացնել, ոչ թե այլևս լինի իր մոտ մի հատ այդպիսի համակարգ, որ կարող ամեն 10 տարի այնտեղ ուկրաինացիները հանգարց զարթնեն եւ մի հատ ամբողջություն անեն, Քրիշտիանիկ սարքեն եւ այլ։ Այդ արդեն իրանց այդ դրանից հետո զզվեցին, ասին չէ, մենք երբեք կարգին երկիր չենք դառնալու եւ Ուկրաինան ունենաս, որ անընդհատ 10-20 տարի մի անգամ ուզելու է Եվրոպա մտնի, աննային է, պետք է ոչնչացնենք Ուկրաինան։ Դրա համար սկսվեց պատերազմը։ Այդ է պատճառը։ Հիմա Չինաստանին ենք վերադառնում։ Ունենաս օրինակ ինչ որ կղզի այնտեղ, որոնք չինացի են, մաքուր, քո նման, խոսում են նույն լեզուն, ունեն նույն կուլտուրան, բայց դեմոկրատիկական երկիր է, նորմալ ապրում են, արտադրություն ունեն, կաշառակերություն չկա, կամ շատ ավելի քիչ կաշառակերություն չունեցող երկիր չկա, բայց ասենք թե ավելի լավ։ Դա Չինաստանի կոկորդի մեջ կարծես մի հատ փոքրիկ ոսկոր է նստած։ Հսկայական ոսկոր չի, Ուկրաինայի մասշտաբի չի, բայց կա նստած։ Այս չինաստները չեն կարող տանեն լավ Չինաստան գաղափարը։ Ավելի լավ Չինաստան չի կարող լինի։ Պետք է անպայման այդալ ջարդեն, փչացնեն, ասենց ասում են, զիվիլաներ ոնց որ արեցին, ասենք թե Հոնկոնգը, չգիտեմ, եւ որպես իրանք նոր հանգստանան։ Ուրիշ ձևի չի կարող, պորտը տեղը չի մնում։ Եվ դա այդ իրենց ուտում է, հոգեբանական խնդրեմ է։ Կարան ասել են թող մնան ինչ, մի հատ կղզի այլանման թող ապրի, ինչ եք ուզում իրանց։ Չեն կարող ան։ Այս իրենց համար համախնդիր մեկ դա չէ ուզում եմ։ Այսինքն հայերը Ղարաբաղը ոչ ոչինչ կարելի է առանց դրա էլ ապրել։ Չգիտեմ, Արևմտյան Հայաստանը մոռացեք, այդ մերը չի եղել, մենք չենք էլ ուզում, դա ոչինչ կարանք այստեղ ապրենք, մենք մեր յուղի մեջ կտապակվենք, մենք էսենք, մենք ենենք, բայց Չինաստանը կղզին չկա ընտա, չի կարողանում։ Եվ դրա համար պատրաստ է ամեն ինչ անի, Ամերիկայի հետ էլ բախման գնա,
միայն թե այդ մի հողի կտորը առնի կուլտա, որ վրան նստի, փչացնի, ասի, ահա մենք ենք։ Հետո նոր շուրկական արդեն քեզ էլ կուտենք։ Հիմա սա իրան բանա, որտեղ իր քաղաքական համակարգին սպառնում է։ Որտեղ սա միշտ օրինակ է մնացած չինացիների համար, որ կարելի է եւ այսպես։ Կարելի է այսպես ապրել։ Սրանք էլ են չինացի։ Ռուսաստանի համար սրանք էլ են սլավոն, սրանք ուկրաինացի, ոնց կարող են իրանք այնպես ապրեն ավելի լավ։ Առանց բաների, արդեն նախաձում ենք, որ դա ավելի լավ է եւ այլն։ Մի խոսքով էս է պատճառը, որ չեն կարողանում այս երկու խելքի կան նորմալ երկիր դառնան։ Նաեւ պատճառը, չասենք դրանք ներքին խնդիրները շատ են։ Չինաստանի դեպքում ասացի արդեն շատ հսկայական դեմոգրաֆիկ խնդրեմ ունի եւ հսկայական տնտեսական խնդիրներ ունի այսօրվա դրությամբ։ Դա ոնց որ երկու կաղերը հիմա իրար վրա հենվելով, իրարից ուտելով, Ռուսաստան, Չինաստանի մասն խոսում, իրար sense պահում են, իրար ռուսները փաստորեն սնում են Չինաստանը եւ ահագին լուծում են չինական խնդիրներ, սկսած աշխատուժի իմաստով, հողի իմաստով, ռեսուրսների սկսած փայտից սկսած վերջացրած ես չիմամ հանքային շատ ուրիշ հանածոների հետ կապված, չասեմ որ ջրի եւ տերիտորիայի եւ հետ բաներ կապված ժամանակին էլ տալով նաեւ զինամթերք եւ այլն։ Հիմա Չինաստանն անուն բան անում, օգտվելով այս Ռուսաստանի այս վիճակից, բայց նաեւ իր հարցերն արում։ Anyway, հիմա ինչով վերադառնանք նորից բան, տեսնենք այս Ռուբիոն ինչ է ասում, ինչ է ստուգում, ընդհանրից կերևա։ Այսօր էս կանա Վարդան Վարդանյան VV Talks